Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Մաշան։ Ողջույն Մաշա ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք ինձ։ Նախ սկսենք, թե երբ սկսեցիք ձեր ակտիվությունը դրսևորել սոցիալական հարթակներում։ 2018 թվականից ամուսնուս հետ այդ ժամանակ դեռ ամուսինս չէր, մեր խումբը հիմնեցինք Մաշմենիա, ինձ թվում է այդ ժամանակաշրջանի երեխաները, որտեղ մեծամասամբ երեխաներ էին մեզ հետևում, լավ կհիշեն մեր խումբը, որով հանդես եկանք Հումորի լիգայում երկու եթերաշրջան, առաջին եւ երկրորդ եթերաշրջաններին, որպես սիրահար զույգ։ Այդտեղից սկսեց մեր ակտիվությունը մոտավորապես 2 տարի, մեր ռիլերն էինք տեղադրում Instagram-ում, դեռ նման զույգ չկար, մենք էինք կարելի ասել, որ միակն էինք, հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով արդեն ավելի հասուն կյանք, լրջություն եւ այլն փակեցինք մեր էջը, ամեն մեկը սկսեցինք մեր աշխատանքով զբաղվել ու դրանից անցավ 1-2 տարի, սկսեցի նորից զբաղվել բլոգինգով, արդեն ես ինքս միայնակ, առանց ամուսնուս, իդեպ այդ Մաշմենիայից հետո, Հումորի լիգայից հետո մենք ամուսնացանք ու այդպես, բլոգս 2023 թվականից բացեցի որպես ֆուդ բլոգեր, ես նկարում էի ուտեստներ, պատրաստում էի, խոսում էի եւ այլն։ Դրանից հետո ես քանի որ բալիկից հետո 35 կիլոգրամ չաղացել էի, սկսեցի սննդաբանություն ուսումնասիրել, ստացա սերտիֆիկատներ, նիհարեցի ու սկսեցի մարդկանց անվճար նիհարեցնել, այսինքն բլոգի ուղղվածությունը որպես սննդաբան փոխվեց ու ես անգամ 1 դրամ ոչ մեկից չեմ վերցրել իրենց նիհարեցնելու համար։ Այդպես ակտիվացավ մոտ 20 հազարից ավել հետևորդ ձեռք բերեցի, դրա շնորհիվ 3000-ի չափով ունեի, մինչև սննդաբանի սերտիֆիկատներ ստանալը, արդեն ստանալուց հետո դարձավ 23-ի կարգի ու այս վերջերս արդեն 26000 են հետևորդներս այս պահին, 8000 էլ Facebook-ում հետևորդ ունեմ։ Հիմա բլոգիս ուղղվածությունը փոխվել է, էլ սննդակարգերը անվճար չեմ տալիս, բնականաբար շատ բարդ է, անկեղծ շատ բարդ է այդքան նամակի պատասխանել ու միայնակ։ Օրվա ընթացքում մինիմում 300 նամակ էի ստանում, դա 24 թվականի սկզբերն էր։ Ու որոշեցի ուղղվածությունը փոխել, սկսեցի հանելուկներ, հոգեբանական թեստեր եւ այլն վերցնում էի տարբեր կայքերից ու նշում էի, թե որ կայքից եմ վերցրել, բնականաբար ես հոգեբան չեմ։ Հետո դրանից հետո էլի ուղղվածությունս փոխեցի, ամեն ինչի մասին է այս պահին իմ բլոգը, lifestyle, չգիտեմ, իվենթներ, բլոգեր ընկերների հետ տարբեր ժամանցներ, այս պահին կազմակերպում եմ ժամանցներ, իվենթներ, ընկերներիս հետ տարբեր տեղեր ենք գնում ու ցույց եմ տալիս, թե ինչպես է անցնում բլոգերների կյանքը։ Այսինքն ամուսնուդ հետ ծանոթացել ես Հումորի լիգայում, թե դրանից առաջ եք դուք իրար հետ ծանոթացել։ Չէ, ամուսնուս հետ ծանոթացել ենք դրանից առաջ, մինչև մեր խումբը հիմնելը ու ամուսինս լրագրող էր Ասեկոսեյում, Մարմում կոմեդիում եւ այլն։ Հասկանալով, որ մենք կարանք ինչ-որ արժեք ստեղծենք, որոշեցինք միանալ, էջ բացել ու վարել։ Դեռ նշում եմ, որ այդ նմանատիպ զույգեր չկային Instagram-ում, Երևանում էլի։ Բացեցինք ու լավ արդյունք ունեցանք։ 1 ամսում 1000 հետևորդ հավաքեցինք ու 50000-ից ավել դիտում այդ մեր հետևորդների քանակով։ Այն ժամանակ շատ բարդ էր դիտում հավաքելը։ Դրանից հետո արդեն ամուսնացանք։ Իսկ չկար վախ, որ օրինակ առանանակ վատ արձագանքի, որովհետև ինչքան էլ որ մենք մտածում ենք մեր գաղափարները շատ կսիրվեն, հիմնականում դրական արձագանք կստանան, բայց հասկանում ենք, որ նաև կա այլ կողմ եւ մարդիկ նաև շատ հաճախ չեն ընկալում վիդեոյի կամ հոլովակի այսպես կոնտենտը, իմաստը եւ կարող են շատ վատ մեկնաբանություններ թողնել։ Ընդհանրապես վախեր չեմ ունեցել, հիմա էլ կա, հիմա էլ են վատ մեկնաբանություններ թողնում, թե ինձ, ամուսինս այս պահին նույնպես զբաղվում է ու տվյալ ոլորտում է, իրանը մի փոքր այլ է, ինքը հիմնականում ստենդափեր է անում, sense կարճամետրաժ ստենդափներ է իր էջում ու սարկազմ է հիմնականում, մարդիկ չեն հասկանում այդ ամեն ինչը ու էլի իրենց վատ մեկնաբանությունները եւ այլն թողում են, ոնց որ այն ժամանակ են արել։ Դա չպետքա խոչընդոտի, ոչ մեկին չպետքա խանգարի։ Եթե մենք ընտրել ենք այդ ուղղությունը, ուրեմն պետքա մինչև վերջ գնանք այդ ուղղությամբ։ Նաև խոսեցինք նիհարելու մասին, ինչպես ստացվեց քո մոտ, որ որոշեցիր, որ վերջնակետն է եւ պետքա սկսես քո քայլերը դեպի քո երազանքի մարմինը։
Տեսեք, փոքրուց ես ունեցել եմ գիրանալու խնդիր, այսինքն 6-7 տարեկանից սկսված գիրացել եմ դպրոցում, տանը, անգամ, չգիտեմ, բակի երեխաները միշտ ձեռ էին առնում, վատաբանում էին, չաղես եւ այլն, նիհարի, որ չգիտեմ, չնիհարես ինչ-որ անիմաստ արտահայտություններ, որ չեմ էլ ուզում հիշեմ, այդ ժամանակվանից սկսած տրավմա եղել իմ մոտ ու ես ուղիղ ամիս ու կես ոչ մի բան չեմ կերել, բացի ջրից, մեկ էլ նարնջի հյութից, որը շատ վատ է, խորտ չեմ տա երբեք նման բան անել, որովհետև ես առողջական մեծ խնդիրներ ձեռք բերեցի 13 տարեկանում ու որ հազիվ հաղթահարեցի, ես չէի կարողանում հաց ուտել, անորեքսիա կոչվածը իմ մոտ առաջացել էր, ընդհանրապես հաց չէի կարողանում ուտել, ինչ ուտում էի, փսխում էի միանգամից։ Նիհարեցի 1 ամսում 16 կիլոգրամ, պատկերացրեք երեխա, ով որ ձևավորման իրեն ամենաբարձր շրջանում է, որ պետքա նորմալ սնվի, վիտամիններ եւ այլն, միանգամից տրվում է այդ ամեն ինչին, ինչը իրան ձեռք էին առնում։ Այդ իմ առաջին տրավման էր ու դրանից հետո նիհարելուց հետո անգամ վախ էր։ Անընդհատ վախ էր, որ ես չաղանալու եմ, չէ, պետքա ես չուտեմ, մինչև որ արդեն բալիկիս ունեցա, բալիկիս ունենալու 6-րդ ամսից սկսած, ես կտրուկ չաղացա, 35 կիլոգրամ, մի քանի ամիսների ընթացքում եմ ձեռք բերել, չգիտեմ էլ ինչի, որտեղ որ 10 անգամ հաց էի ուտում։ Ստրեսային վիճակ էր ինձ մոտ, ու 35 կիլոգրամ քաշս ավելացած, ես ինձ չէի ընդունում։ Ես նայում էի ինձ, ասում էի, ես այդ մաշան չի, դուրս չէի գալիս, ոչ միտեղ չէի գնում, էլ ինչ խոսք բլոգի մասին եւ այլն։ Եթե մարդ ինքը իրեն չի սիրում, հաստատ չի ուզենա հանրությանը ներկանա կամ, չգիտեմ, կմտածի, որ իրան սենց թենես չեն սիրելու, որը որ շատ սխալ մտածելակերպ էր իմ կողմից։ Ես ինձ հիմա հիշում եմ այն ժամանակ ու ափսոսում եմ, որ տենց եմ մտածել։ Սկսեցի ուսումնասիրել սննդաբանությունը, սովորեցի տարբեր միջազգային ընկերություններում, ձեռք բերեցի մի քանի սերտիֆիկատ, ինքս ինձ նիհարեցրի, գնում էի ճիշտ է տարբեր մարզասրահներ, բայց արդյունք չէր տալիս իրականում, որովհետև պետքա սննդակարգ պահել, առողջ սնվել, բալանսավորված սնվել, բացի մարզվելը։ Ու սկսեցի ինձ հետևել, նիհարեցի, հիմա այս պահին նախկին քաշիցս մի 5 կիլոգրամ եմ ընդամենը ավել, կարողացել եմ, նախկին ասած եւի 18 տարեկանից, նորմալ է իմ քաշը այս պահին ու բալանսավորված պահում եմ իմ սնունդը։ Իսկ գիրանալուց հետո ինչպիսին էր քո ամուսնու վերաբերմունքը, նաև աջակցություն կար նրա կողմից, քանի որ գիտենք, որ այդ շրջանում հոգեբանական ծանր վիճակում ես գտնվում եւ պետք է մեկը, ով որ քեզ միշտ կաջակցի։ Իրականում ամուսնուս կողմից աջակցությունը շատ մեծ էր, ինքը ինձ հավանում էր այնպիսին, ինչպիսին կայի, անգամ ասում էր, որ պետք չի նիհարել, որտեղ մենք ընտրել ենք հոգևոր կապը, ոչ թե ֆիզիկական։ Նաև այսօր դու, ինչպես նշեցիր, ավելի շատ կազմակերպում ես միջոցառումներ, կխոսես դրա մասին, ինչպես որոշեցիր ուղղվածությունը դեպի այդ կողմ տանել, նաև դա համարվում է որպես մասնագիտություն, թե ոչ, մի փոքր դա ներկայացնեք։ Այո, այս պահին կազմակերպում եմ միջոցառումներ եւ փոքրիկ միջոցառումներ ընկերներիս հետ, մինչեւ 10-15 հոգի, ժամանցներ եմ կազմակերպում, ընկերներով գնում ենք, լավ ժամանակ ենք անցկացնում, մարդկանց ցույց ենք տալիս, թե ոնց է անցնում բլոգերների կյանքը, ու բացի դա կազմակերպում եմ ավելի մեծ միջոցառումներ, քան այդ 15-ն են, այսինքն 30 բլոգեր եւ 30 պլյուս բլոգերներ։ Իրականում շատ մեծ ու բարդ աշխատանք է, ինձ օգնում է իմ փորձը 7.5 տարի լինելով տվյալ ոլորտում, չնայած որ մինչ այս մի քանի ամիս է ես իվենթներ չեմ կազմակերպել, երևի 6-7 ամիս է ինչ կազմակերպում եմ տարբեր ծավալի ու չափերի իվենթներ, ինձ օգնում է իմ փորձը, ես աշխատել եմ տարբեր հովանավորների հետ, աշխատել եմ տարբեր բլոգերների հետ, ունեմ բավականին մեծ ընկերների ցանկ, ունեմ բավականին մեծ հովանավորների ցանկ, ովքեր ինձ աջակցում են, օգնում են ու հարգում են ամենակարևորը։ Ու իրականում մասնագիտությունը, ինչ տեսանկյունից դու պետքա լինես համբերատար, դու պետքա լինես կողմնորոշվող, շուտ կողմնորոշվես, որովհետև այդ ոլորտում էլ անգամ լինում է պահեր, որ հունից դուրս ես գալիս, պետքա քեզ կարողանաս սսպել ու, չգիտեմ, անցնել առաջ, չպետքա վիրավորես, չգիտեմ, ինքդ քո մեջ տաքացած լինես ոչ բլոգերներին, ոչ հովանավորներին, ոչ քո գործընկերներին, որովհետև բացի ինձնից կան տարբեր այլ մարդիկ, ովքեր տարիների փորձ ունեն, երկար տարիներ զբաղվում են իվենթների կազմակերպմամբ, ես ոչ մեկին չեմ վիրավորում, ոչ մեկի գործին չեմ կպնում, ամեն մեկի գործը հարգում եմ։
Իսկ ինչպես ես կարողանում օրինակ գտնել հովանավորների, որովհետև գիտենք, որ նաև դա է դժվար, որովհետև ինչպես նշեցիր, մրցակցային դաշտը բավականին մեծ է եւ միայն դուք չեք, այլ կան բավականին մեծ այլ բլոգերներ, տարբեր մեծ հետևորդներ ունեցող բլոգերներ, ովքեր նույնպես կազմակերպում են միջոցառումներ։ Տեսեք, ամեն մեկս ունենք մեր բազան, ես այս պահին մոտ 200 գործընկեր ունեմ, ում հետ համագործակցել եմ։ Գովազդներ եմ իրականացրել որպես սովորական բլոգեր, այսինքն ոչ որպես միջոցառումների կազմակերպիչ, այսինքն ես այդ 200-ից, չգիտեմ, ամսվա ընթացքում 50-ին էլ դիմեմ, իրենցից 10-ը կհամագործակցեն իմ հետ։ Բացի դա, ես աշխատում եմ մեկ այլ կառույցում, որտեղից, որ իմ գործընկերները իմանում են, որ ես նաև բլոգեր եմ, ու իրենք են արդեն առաջարկում, որ մասնակցեն իմ իվենթներին, բացի մասնակցությունը նաև գովազդ են առաջարկում, որ ես իրենց համար գովազդ նկարեմ։ Իսկ հիմնականում տվյալ միջոցառումները կազմակերպելու ժամանակ գիտենք, որ երբ որ համագործակցում ես, լինում է նաև որ համագործակցում ես բարտեր տարբերակով, դա խնդիր չի առաջանում քո համար, նաև գիտենք, որ միջոցառումների ժամանակ պետք է օրինակ երբ որ ինչ-որ ապրանք եք գովազդում, տվյալ ապրանքը նաև գովազդեն այդ միջոցառման մասնակիցների, ինչպես ես կարողանում լուծել այս խնդիրները։ Տեսեք, այն մարդիկ, ովքեր մասնակցում են քո միջոցառմանը, այսինքն բլոգերները եւ ինֆլուենսերները, պարտավոր չեն գովազդելու այն պրոդուկտները, ինչ ստանում են նվեր։ Այսինքն, չգիտեմ, ինչ որ ընկերություն նվեր է անում բլոգերին կամ ինֆլուենսերին, ինքը եթե հավանում է այդ նվերը, ինքը անում է այդ գովազդը կամ չգիտեմ, story տարբերակով ցույց է տալիս իր ստացած նվերը։ Եթե ինքը չի հավանում այդ նվերը, ոչ մեկ իրան չի ստիպում ու չպետք է ստիպի, որ ինքը գովազդի, քանի որ ես ինքս էլ բացի իվենթներ կազմակերպելը, մասնակցում եմ տարբեր միջոցառումների ու իվենթների հրավերներ եմ ստանում։ Եթե ինչ-որ պրոդուկտ, ես ունեցել եմ այս վերջերս պրոդուկտ, որ ստացել եմ նվեր, բայց կատեգորիկ դա դեմ է եղել իմ սկզբունքներին ու ես չեմ գովազդել։ Ես նշել եմ տվյալ հովանավորի հետ խոսել եմ, ասեմ ես ձեր գործը հարգում եմ, բայց ինքը դեմ է իմ սկզբունքներին։ Ես չեմ կարող գովազդեմ ձեր պրոդուկտը, ներողություն։ Եթե ցանկանում եք, ես կարող եմ ձեր պրոդուկտը հետ ուղարկել ձեզ։ Շատերը մտածում են, որ սոցիալական հարթակներում միշտ մարդիկ ջերմ ընկերներ են լինում, բայց ինչ կարող ես ասել թե մրցակցության վերաբերյալ եւ թե ընկերության վերաբերյալ։ Արդյոք մեդիայում դու կարող ես ունենալ լավ ընկերներ։ Իրականում ես այս պահին ունեմ շատ լավ ընկերներ ու մասնակցելով տարբեր միջոցառումների առաջին հերթին դու ձեռք ես բերում ընկերներ ու ամենակարևոր արժեքը մեր կյանքում դա մարդ մնալն է, ընկերներ ունենալն է իմ կարծիքով։ Եթե դու չլինես լավ մարդ, ոչ մեկ չի ուզենա քո հետ շփվի։ Ես ունեմ իմ կարծիքով ունեմ այն մարդկային հատկանիշները, որ մարդկանց մեծամասնությունը, ընկերներից մեծամասնությունը ընտրել է հենց ինձ ու շփվում է հենց ինձ հետ, որովհետև ես ոչ մեկից չեմ բամբասում, ոչ մեկի գործին չեմ կպնում, ոչ մեկին չեմ վիրավորում։ Եթե ես գտնում եմ, որ այդ մարդու հետ ես չեմ ցանկանում շփվել կամ ինքը ինձ վնասում է կամ ինչ որ վատ բան է, չգիտեմ, վատ բան է ներկայացնում իրանից, ես իր հետ խոսում եմ հենց ինքս ոչ թե ինչ որ միջնորդների շնորհիվ։ Ես գրում եմ տվյալ մարդուն, ասում եմ, այս ինչ բանն է, օրինակ, այս ինչ բանն ես տեղադրել, ինձ վերաբերվում է այդ նյութը, թե չէ։ Եթե ինքը ասում է, այո, սա քո մասին է, խնդրում եմ մեկնաբանի, թե ինչի համար ես ինձ վիրավորում, եթե վիրավորանք է կամ ինչի համար ես ինձ դիմում այդ հարցով։ Ու եթե մենք, չգիտեմ, լուծումը գտնում ենք, շարունակում ենք մեր շփումը։ Բնականաբար արդեն այլ հարթակներում ու այլ իրավիճակով ու նույն մտերմությունը չի լինում, բայց երբեք ես մարդու մեջքի հետևից իրան չեմ վնասի։ Այդ իմ ընկերները գիտեն։ Եթե ես ասում եմ, հենց դիմացից եմ ասում։ Ու ունեմ շատ ընկերներ։ Բացի այդ մրցակցությունն էլ է շատ մեծ, բայց ես մրցակիցներին չեմ վերաբերվում վատ, այսինքն ես իրանց եմ ընկեր դիտարկում։ Առաջին հերթին մարդ եմ դիտարկում, հետո եթե ընկերանում ենք ընկեր, հետո նոր մրցակից։ Եթե ես կարողam եմ օգնեմ, հիմա բլոգերները իրար մրցակից են, չէ՞, ես կարամ գովազդ անեմ, ասեմ, օй, ինքը վերցրեց իմ գովազդը կամ չգիտեմ, օ, բա որ վերցնի իմ գովազդը։ Չէ, հակառակը, ես ունեմ ընկերներ, որոնց մեջ օրինակ Նունիկն է, չգիտեմ, Մարիամն է, Մքշոփ, Էլենը ֆուդ բլոգ եւ այլն, տարբեր ընկերներ, որոնց բոլորին չեմ ասի այս պահին, 30 ավել ընկեր ունեմ։ Իրանց հետ մենք գովազդները, եթե ես վերցնում եմ տվյալ գովազդը ինձ դուր է գալիս, ասում եմ, նունիկ, գիտես, այս գովազդը կա, կուզես տամ դու էլ անես։ Ասում եմ, հա, օրինակ, ես ինչ բան է ինձ պետք է կանեմ։ Կամ ինքն է գովազդ ունենում, ասում եմ, աշ, գիտես, այս ինչ գովազդն եմ անում, կարող ես պետք գա, ասում եմ, հա։ Ու մենք տենց համագործակցում ենք, ինչքան այս ոլորտում իրար հետ մոտիկ եղաք, ինչքան լավ եղաք, այդքան ձեր օգուտն է։ Իսկ ինչքան իրար միսկերան, բնականաբար ոչ մի բանի չեն հասնելու։ Ամեն մեկը իր ուղիով գնալու է ու վատ ուղիով է գնալու։ Պետք է ջերմ
համերաշխ լինել։ Նաև կազմակերպությունների հետ ես աշխատում, ինչպես նշեցի, 200 շուրջ կազմակերպությունների հետ համագործակցում ես։ Դժվար չէ նման մեծ կազմակերպությունների հետ համագործակցելը, որովհետև հիմնականում ինչքան մեծ է լինում կազմակերպությունը, միշտ պահանջները ավելի կարելի ասել ստանդարտացված են լինում։ Իրականում շատ դժվար է, այն տեսանկյունից, որ տարբեր մարդկանց հետ ես աշխատում։ Հիմնականում աշխատում ենք մարքեթինգային թիմի կամ SMM մասնագետների հետ։ Իրենց հետ հեշտ է, տնօրենների հետ էլ է հեշտ, կախված է արդեն մարդու տեսակից։ Բայց հարցեր են լինում, որոնք, չգիտեմ, օրինակ տեղադրելուց առաջ դու իրանց հետ քննարկում ես, խոսում ես, նկարում ես, ասում են, չէ, մեզ դուր չեկավ, բնականաբար պետքա տանջվես, նորից ջնջես եւ այլն, բայց քննարկումներով հասնում ես վերջնական կետին։ Եթե դուրս չի գալիս այդ համագործակցությունը կամ, չգիտեմ, ինչ որ կետի չենք հասնում իրար հետ, որին պետքա հասնեինք, ես միանգամից ասում եմ, որ չեմ անի այդ գովազդը, չեմ վերցնի այդ գումարը։ Շատ է եղել իմ կյանքում գովազդներ, որ մեծ գումարի գովազդներ, որ ես ասել եմ չեմ անի այդ գովազդը, որովհետև դեմա իմ սկզբունքներին, դեմա այն ամեն ինչին, որ ես տալիս եմ իմ հետևորդներին։ Ես անկեղծ կարծիք եմ տալիս, անկեղծ եթե փորձում եմ օրինակ սուշի դուրս գալիս է, ասում եմ լավն է։ Եթե փորձում եմ դուրս չի գալիս, ես ասում եմ, որ ես չեմ անի գովազդ, ես ձեր գումարը հետ կուղարկեմ, բայց ես գովազդ չեմ անի։ Ինձ ուղարկած հյուրասիրության գումարը ուղղակի հետ կուղարկեմ։ Նաև այսօր շատ է բոլորի համար բլոգերի մասնագիտությունը ոչ լուրջ, քանի որ մարդիկ մտածում են, որ շատ հեշտ է, ասում են, որ բոլորը կարող են հեռախոսը վերցնել, նկարվել եւ հայտնի դառնալ, ինչ կարող եք ասել սրա վերաբերյալ։ Տենց են մտածում, դրա համար էլ այսօր ունենք TikTok, որի պատճառով լիքը երեխաներ, չգիտեմ, այլասերվածություն են ուսումնասիրում ու գնում են նրան, որ այդ այլասերվածությունը օքեյ է, իրենց կյանքում դա դառնում է օքեյ։ Դրա համար ես դեմ եմ։ Նախ բլոգինգի համար պետքա ուսումնասիրես ոլորտը, տեսնես կոնտենտ պլան մշակես, թե դու ինչ ես անում ընդհանրապես, ինչ ես մարդկանց տալիս։ Եթե, չգիտեմ, լայֆսթայլը, ինչ որ մի բան պետքա սովորացնես քո բլոգով, պարտադիր։ Ես այսօր օրինակ, չգիտեմ, սովորացնում եմ, որ օրինակ բլոգեր ընկերները ոնց են իրար հետ ժամանց անցկացնում, որտեղ կարելի է գնալ, ինչն է համով, ինչն է վատ եւ այլն։ Սովորացրել եմ սննդաբանության հետ կապված ոնց կարելի է նիհարել, դու պետքա հստակ իմանաս, թե ինչ ես տալիս մարդուն։ Դու պետքա ուսումնասիրես Instagram-ը, որովհետև այսօր Instagram-ը լիք բլոգերների էջեր գցում է ծինիվոյ, այսինքն մարդը այդքան աշխատի ու չտիրապետի ինչ որ հնարքների ու իր էջը կփակվի միանգամից։ Տեն շատ բլոգերներ կան, որ էջերը փակվում են, չգիտեմ, ակտիվությունը միանգամից ընկնում է ու իրանք կորցնում են իրանց տանջանքը։ Դրա համար զուգահեռ ես ամեն ինչին, ես նաև սովորել եմ SMM դասընթացները անցել եմ, արդեն դիպլոմավորված SMM մասնագետ եմ։ Ու դիապետում եմ այն հնարքներին, թե ինչ բառ չպետք է օգտագործել, որ Instagram-ը չբլոկի, ինչ կոնտենտ չպետք է տալ, որ Instagram-ը չբլոկի։ Լիքը բլոգերներ, թեկուզ սկսնակ, իմ կարծիքով պետք է գնան SMM դասընթացների։ Նաև դու բացի ակտիվ գործունեություն ծավալելուց ունես ընտանիք եւ երեխա, ինչպես ես կարողանում հասցնել այդ ամենը, այսինքն եւ աշխատում ես եւ զբաղվում ես բլոգերությամբ եւ միանգամից կարողանում ես քո ընտանիքը հասցնել այդ երակողմ շղթայում ոնց ես կարողանում դիմանալ։ Իրական երակողմ չի, քառակողմ է, բացի այդ ամեն ինչը ես նաև ունեմ շոկոլադների բիզնես, էնդորֆինիկները, որոնք երջանկություն պարգևող կոնֆետներ են։ Ես մի կերպ համատեղում եմ իրար հետ, առավոտից դուրս եմ գալիս աշխատանքից հետո սենց հանդիպումների, չգիտեմ, հետո բալիկին միտեղ պետք է հասցնենք օրվա մեջ գոնե տանենք, շատ բարդ է, շատ բարդ է, ես առավոտը ժամը 6:30-ից արթուն եմ, գիշերը մինչև ժամը 2-ը աշխատում եմ, ու որ լուրջ աշխատում եմ, ուտելիքների հետ կապված ուտելիքները միշտ առաքում են, տարբեր ընկերություններից, տան մաքրության հետ կապված քլինինգը գալիս է մաքրում, այդ ամեն ինչը լինում է, համատեղ էլ լինում է, բայց ընդհանուր շատ քիչ է, իմ համար 24 ժամ չի, իմ համար 48 ժամ է։ Եվ ինչպես ես պատկերացնում քո ապագան, հետագայում ինչ պլաններ ունես իրագործելու համար։ Իրականում բլոգինգով առաջ գնալը դա իմ համար մեկ պլաններից մեկն է, եթե կլինեն սիթքոմներից առաջարկներ, նկարավելու սիթքոմներում դա իմ մանկության երազանքներից մեկն է, սերիալներ եւ այլն չեմ դիտարկում, բայց սիթքոմներ դիտարկում եմ տարբեր TV-ների հետ։ Դե որ բացեցինք ճակերտներ, նաև ուզում եմ հաղորդումը սկսել մի տարիա պատրաստ է սցենարային առումով եւ այլն, խոհանոցային հաղորդում է լինելու, այլի ճակերտները չեմ բացի թե ինչ ֆորմատի է լինելու, հաղորդումս շոկոլադներից բիզնեսը այնքան զարգանա, որ գոնե շուկայի 10%-ը իմը լինի, բալիկիս հետ կապված
չգիտեմ, այն ամենա դրական ու լավ բաները, որ կկարողանամ ես իր համար անել, անում եմ ու կանեմ, թեկուզ իվենթները լինում մանկական եւ այլն, իրան պարտադիր իմ հետ տանում եմ, որ ժամանցս իր հետ էլ անցկացնեմ, ընտանիքիս հետ կապված մի փոքր ավել ժամանակ տրամադրեմ ընտանիքին, որտեվ ժամանակ չի լինում ոչ մի բանի, աշխատանքի հետ կապված, կուզեմ, որ էլ չաշխատեմ։ Ճիշտ է, այս ընդհանուր օգնում է իրար համ իմ բլոգինգը, համ այս պահին այն աշխատանքը, որ ես անում եմ, բայց ձգտումներս նրան են գնալու, որ գոնե լինի բլոգ, իվենթներ, շոկոլադ ու ընտանիք։ Դե ինչ Մաշա ջան, շնորհակալ եմ նման անկեղծ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ Թամարա ջան։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։